Բաքվում պահվող հայ գերիների վերադարձնել, նաև խոսելով խաղաղության պայմանագրի մասին նշել է, որ ըստորակի եւ Հայաստանում սահմանադրությունը փոխվի ձեր մեկնաբանությամբ։ Ես չեմ տեսել այդ խոսակցությունը, այդ հարցազրույցը եւ չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ հարցազրույցը առավել եւս տենց կարեւոր հարցազրույցը մի նախադասությամբ եւ մեջբերման պատրաստ չեմ մեկնաբանել եւ ես պետք է ասեմ ընդհանրական գնահատական տալով, որ այն գործընթացը ու այն աշխատանքը ու այն ոճը, որը որ մենք երկստեք Ադրբեջանի հետ այսօր իրականացնում ենք, բարդ է, դժվար է, բայց առաջ գնալու հնարավորություն ստեղծող բան է, որից որ մենք չպետք է հրաժարվենք եւ տենց էլ անում ենք։ Կվերադառնան, բոլորն էլ վերադառնալու են։ Այսօր չէ, վաղը չէ, բոլորն էլ վերադառնալու։ Ինչպես ժամանակին ասում 200-ին հասնող մարդիկ կային եւ ելի մարդիկ կային, որոնք որ չվերադարձողի ցուցակում էին, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել, այդ աշխատանքը չի դադարելու մինչեւ վերջին հայը չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։ Շնորհակալություն։ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով սփյուռքահայ իշխանագործիչների հայտարարություններին, որով նրանք ասում են, որ իշխող ուժը Նիկոլ Փաշինյանը չպետք է միջամտի եկեղեցու հետ գործերին, այս հայտարարությանը պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց, որ կզգան զգուշացումներ, հիմա հարց է առաջանում եւ նաեւ նայում եմ լրահոսը Facebook-յան տիրույթը տարբեր օգտատերեր ասում են ինչ է կանելու այդ բարերարների հետ, Նուբար Ապեյան, Վաշե Մանուկյան, նրանցից է սպառում օրինակ այն ճակատագիրը ինչ Սամվել Կարապետյանին։ Ես չգիտեմ ինչ է նշանակում ասել նույն ճակատագիրը, ինչը որ Սամվել Կարապետյանին։ Իսկ ինչ ճակատագիր ունի Սամվել Կարապետյանը։ Եկեք մի հատ հուզվենք միասին բոլորով, իսկ ինչ ճակատագիր ունի։ Կա հարց։ Սամվել Կարապետյանը կամ իր նմանները Սամվել Կարապետյանը Ռուսաստանում կարող էր ասել այն փոքրիկ խմբակը, որը որ ինչ որ գործողության հետ կապված եւ ասեր մենք մեր ձևով կմիջամտեինք, մտառը կմնար Սամվել Կարապետյանից։ Մտառը կմնար, կարող է դա էլ չմնար։ Ինքը դա գիտակցում է, չէ՞։ Չգիտեմ, ես դուք անուններ եք տալիս, ես այդ անունների հետ կապված չեմ ուզում կենտրոնանալ, բայց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի հետ կապված որ երկրից ուզում է լինի, ուզում է Ֆրանսիայից լինի, ուզում է Լիբանանից լինի, ուզում է ԱՄՆ-ից լինի, բնական է մենք դիմադրելու ենք եւ չենք թողնելու Հայաստանի Հանրապետություն նամեստնիկ բերեն կամ դրսից տղա բերեն, թող հանգիստ նստեն իրենց տեղները, թող հանգիստ նստեն իրենց տեղները։ Հակառակ պարագայում պետությունը Հայաստանի Հանրապետությունը։ Ես հասկանում եմ, որ որոշները դա դեռ չեն գիտակցել, որտեվ ժամանակին այդ բարերարները փողեր են տվել, նվերներ են արել, տներ են կառուցել, պալատներ են նախագահական եւ ինչ որ բան վերանորոգել եւ մտածել են, որ դե իրենց բանն էլի դուքյանն է, էլի։ Այդ ոնց կարա մենք այդտեղ փող ենք տալիս, այդ ոնց կարա այդտեղ ղեկավարը բան մեր ասածը չանի։ Հիմա 2018 թվականի ցեսքում չկա մեկը, որ կարա ասի ինձ, վարչապետին, մեր բարձրաստիճան որևիցե պաշտոնյային իրanцից մի դրամ նվերավերսել կամ ինչ-որ իրanc բանապարտք։ Մենք նույնիսկ այդ դրամահավաքներն ենք վերացրել, որ Հայաստանի Հանրապետությունը անցկացնում էր, որպեսզի ցույց տան, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է իր կարիքները ապահովել։ Դա որ ասում թող հանգիստ նստեն տեղները, թող հանգիստ նստեն տեղները։ Քթները չխոթեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, ինքնավարության դաշտ։ Հայաստանը տեր ունի, դա ժողովուրդն է։ Ժողովուրդը գնում է ընտրությունների ժամանակ որոշում է։ Թող գան ստեղ, ապրեն, իրանց երեխաներին ուղարկեն բանակ, ծառայեն, գան աշխատեն, հարկ վճարեն, խնդիրները տեսնեն, հետո նոր հավակնեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերում խառնվելուն։ Վիդիցիլի։ Այդ ովքեր են, էտում են բարեգործություն արել, ուզում եմ հասկանամ։ Էտում են բարեգործություն արել։
նկարվել են, տենց տարել են, բան են բաժանել, նկարվել են, թե Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչյանի տունն են վերանորոգել կամ նվեր են առել։ Խառնում են։ Մենք մի ղեկավար ունենք, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։